Այսօր իրականում հաղթական օր է։ 2000 տարի անցել է Քրիստոսի հարությունից, բայց հարության զորությունը մի միլիմետր չի փոխվել։ Երբ որ Քրիստոսը հարություն առավ, հրեշտակները գլորեցին այդ քարը գերեզմանի վրայից։ Գիտեք, հետո շատերը ուզել են այդ քարը հետ գլորեն էլի գերեզմանի վրա։ Իսլամն է փորձել հետ գլորի, Դարվինն է փորձել հետ գլորի, բուդդիզմն է փորձել, ու շատերը փորձել են հետ գլորեն այդ քարը, կարծես թե Հիսուսը հարություն չի առել։ Բայց այդ քարը գլորված է, Քրիստոսը հարություն է առել, ու իր հարության զորությունը հենց դու ես, որ նստած ես այսօր։ Այն որ քո կյանքը փոխվել է, այն որ լցվել է Սուրբ Հոգով, այն որ մեղավորը դարձել է սուրբ, աշխարհի ցանկություններով ապրողը, մեղքը վայելողը դարձել է մեղքն ու աշխարհը ատող, սա Քրիստոսի հարության զորությունն է։ Այն որ Աստված ձուլվեց մարդու հետ ու Սուրբ Հոգին եկավ ու բնակվեց մարդու մեջ, սա Քրիստոսի հարության զորությունն է։ Ամեն։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Քրիստոսի հարության ապացույցը դու ես, որ նստած ես իր տան մեջ, սիրելիս։ Այսօր ես ուզում եմ հետաքրքիր ձևով դուք ճանաչեցիք, հա, Վարդանի ձայնը այնտեղ։ Վարդան այնտեղ էր, Էմանուելան էր այնտեղ, թե Դանիելան էր, հա, իրանց ձայները նման է։ Հետաքրքիր է, Վարդանը ստեղ է, հետո այնտեղ է, Գեղամին լսեք ուրիշտեղ։ Լսում ես Գեղամը ստեղ, հետո գնում ես մտնում ես մոլ, Գեղամը ընդեղ էլ է խոսում։ Նենց որ զգուշ եղեք, մերոնք շատ տեղեր են խոսում։ Մի օր մոլի ֆուդկորտում նստացենք, մեկ էլ Գեղամը ասում է զգուշ եղեք ձեր պայուսակներին ուշադրություն դարձրեք, բան ասում եմ միլ հլը նայ, Գեղամը խոսում, նայ հանգստում կետ միտեղ չթողես։ Այսօր ուզում եմ խոսեմ, եթե հիշում եք անցած տարի, չգիտեմ ով կար ծառայությանը, խոսել ենք հարության զորությունից, ինչ զորություն մեզ տվեց հարությունը։ Իսկ դրանից մի տարի առաջ իրար հետ պարել ենք ու տոնել ենք, Վարդանը որ առաջի անգամ եկավ, մենք պարում ենք, տոնում ենք, ես պարացնում եմ եկեղեցուն ու երևի մտածում էր այս սուրը մնքի Աստված։ Այսօր գիտեք ինչ եմ ուզում խոսեմ, այսօր ուզում եմ խոսեմ հին ուխտի զատիկից ու նոր ուխտի զատիկից, ուզում եմ խոսեմ նմանություններից ու տարբերությունից, ուզում եմ ցույց տամ, որ մենք հին ուխտի զատիկը չենք նշում, հին ուխտի զատիկը սկիզբն էր, բայց Քրիստոս հաստատեց իր զատիկը, նոր ուխտինը, Քրիստոս խոսեց մի արյան մասին, որը որ ուրիշ գառնուկի արյունի մասին էր խոսում։ Այսօր շատ հավատացյալներ խառնում են, իրան գիտեն մենք դեռ նշում ենք հին ուխտի Եգիպտոսից դուրս գալը։ Մենք նշում ենք նոր ուխտի աշխարհից դուրս գալը։ Ուղղակի Եգիպտոսից դուրս գալը խորհուրդն էր իմ ու քո համար, որ մենք աշխարհից դուրս եկանք։ Երբ որ Քրիստոս նստած առաքյալների հետ նշում էր զատիկը, երբ որ ինքը բերեց բաժակը, մենք այսօր հաղորդություն ենք ունենալու, ու հաղորդությունը շատ շատերիդ կյանքի վրա հավիտենական ազդեցություն է ունենալու, շատ շատերը ստեղից գնալու եք լրիվ ուրիշ մարդ, լրիվ ուրիշ մտածելակերպով, փոփոխված ու լուրջ որոշումներ կայացրած, որոշում, որ աշխարհի թթխմորի հետ էլ գործ չեք ունենալու։ Բայց Քրիստոս խոսում էր մի ուրիշ արյունից, ու ինքը ասում էր, սա նոր արյուն է, սա այն հին ուխտի գառնուկի արյունը չի, սա նոր ուխտի գառնուկի արյունն է։ Ու երբ որ մենք տեսանք տեսահոլովակի մեջ գեղեցիկ ձևով նկարագրված էր ինչ եղավ հին ուխտում, հա, ես չեմ ուզում էլ այդ ամբողջը կարդամ ժամանակի հետ կապված, բայց ուզում եմ մենք անցնենք։ Ինչ ասեց Աստված Մովսեսին, ասեց կվերցնեք մի գառ։ Գիտեք հրեաները մեր պես, երբ որ ուզում են խորոված անեն,
Իրանք վերցնում են ցանկացած գար մորթում ու խորոված են անում։ Մենք երբ որ ուզում ենք խորոված անենք, մենք վերցնում ենք ցանկացած գար կամ գնում ենք արդեն մորթած գարը, մեզ հետաքրքիր չի, ինքը արատ ունեցել է, թե չէ այդ գարը։ Բայց զատիկը սա մի ուրիշ բան էր։ Ու Աստված ասեց ընտրեք անարատ գար, որ ոչ մի արատ չունի, որովհետև այդ գարը խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսին։ Այդ գարը խորհրդանշում էր մեկին, ով ոչ մի արատ ու մեղք չունի։ Ու չէր կարող հրյան ընտրել մի գար, որ արատ ուներ։ Չէր աշխատելու այդ գառնուկի արյունը։ Երբ որ Իսրայելը ու Աստված ասեց ընտրեք գառնուկ անարատ, մորթեք գառանը, արյունը քսեք ձեր տան դրանդիկներին, դրան կողքերը հայերեն ասած, հին բառա դրանդիկը մենք չենք հասկանում, ձեր տան դրան կողքերը, պլինդուզներին, էսենց, կողքերը, վերևը, ներքևը, ու երբ որ մահվան հրեշտակ անցնի, ինքը ձեզ չի մոտենա։ Ու հետո ասեց զատիկը կերեք ձեր շորերը հագած, ձեր գոտիները կապած, ձեր գավազանը ձեր ձեռքում, որը որ ցույց էր տալիս, որ մենք ստեղ երկար չենք մնալու։ Մենք դուրս ենք գալու շուտով, այսինքն պատրաստված։ Ոչ թե տնային շորերով, ես ուզում եմ միայն ինչ որ Մովսես ասել է, փոխենք, որ մենք հասկանանք, փոխենք մեր ժամանակի մեջ։ Ասեց զատիկը մի կերեք սպարծիվկով, այն շորերով, որը որ տունն եք հագնում։ Այլ զատիկը կերեք դրսի շորերով, այն շորերով, որով որ դուրս եք գալիս, ձեր գոտիները կապած, կոկիկ, սանրված, ժամացույցը կապած, հեռախոսը ձեր գրպանում, կարծես թե պատրաստում եք դուրս գաք դուք ձեր տնից։ Ասեց կերեք դառը խոտերով, բաղարջով։ Բայց մի բան, որ Մովսեսը ասեց, Աստված Մովսեսին ասել էր, սա շատ կարևոր էր։ Գառը պիտի առնեին 2 շաբաթ առաջ զատիկի օրից։ 2 շաբաթ 14 օր առաջ առնում էին գառը, 14 օր պահում էին իր մոտ, Եգիպտոսից հետո ամեն տարի նույն օրը իրանք նշում ու նույն ձևով էին անում։ Բայց նաև 14 օր առաջ ասեց ձեր տնից հանեք թթխմորը։ Ոչ մի թթխմոր, մինչև զատիկ 14 օր ոչ մի թթխմոր չմնա ձեր տանը։ Դուք ասես լավ, թթխմորը ինչ կապ ունի զատիկի հետ։ Հրյաների սովորության մեջ, երբ որ կինը ամուսնանում էր տղամարդու հետ, նշանդրեքից հետո, երբ որ ամուսնությունն էր ու կինը պիտի գար ապրելու տղամարդու տանը, ինքը իր տնից բերում էր մի փոքր թթխմոր, իր հորական ու մորական տնից, բերում էր մի փոքր թթխմոր, որ այն ժամանակ դրոշ չկար, սիրելիներս, այն ժամանակ հացը խմորը ուռում էր թթխմորով, ու այն ժամանակ խանութից հաց չէին առնում, ռիպսիկ տոտան թմբլ, հացի բուտքում հաց չէր ծախում, կամ MG լավաշի փուր չկար ուսիտի, այն ժամանակ հացը տանն էին թխում, ավելի լավ, ավելի առողջ ասում եմ։ Ու երբ որ հարս էր գնում մեկը մեկի տուն, ինքը իր հետ իր հոր տնից բերում էր թթխմոր մի քիչ, ու հետագայում այդ թթխմորն էր դառնում այդ տան թթխմորը, երբ որ հաց էին սարքում, մի քիչ պահում են խմորից թթխմոր, հաջորդ օրը այն քույրերի համար երիտասարդ ովքեր չգիտեն ինչպես են հաց սարքում։ Ասեմ ձևը սենց է լինում։ Ու Մովսեսը ասում է, այդ թթխմորը հանեք ձեր տնից։ Հացը լինի առանց թթխմոր։ Այն ինչ որ բերել եք ձեր հետ ձեր հոր տանից, զատիկից հետո չի աշխատում։ Այն ինչ որ բերել ես քո հետ քո հոր տանից են հին օժիտը, զատիկով ավարտվում է։ Այն ինչ որ բերել ես աշխարհից են սովորույթները, զատիկից հետո չի աշխատում։ Այդ թթխմորը չտեսնեմ
քո տան մեջ։ Կանցնի տարիներ, մոտավորապես երևի 1500 տարի, 1600։ Ու Պողոս առաքյալը Կորինթացիների թղթում մի հետաքրքիր բան կգրի։ Առաջի Կորինթացիս 5:6-ը ձեր պարծենալը լավ չէ։ Թթխմորը տնից հանեք սիրելիները, սա գրած է Ելից 12:5-15-ը։ 15-րդ խոսքում ասում է 7 օր բաղարջ հաց կերեք, հացն առաջին օրը ձեր տներից դուրս հանեք ու դուրս գցեք թթխմորը ձեր տնից 14 օր առաջ զատիկից։ Կանցնի տարիներ ու Պողոս առաքյալը կգրի, որ Առաջի Կորինթացիս 5:6-ը ձեր պարծենալը լավ չէ, չգիտեք, որ մի փոքր թթխմորը ամբողջ զանգվածն է խմորում։ Հին խմորը մաքրեք, որպեսզի նոր անթթխմոր զանգված լինեք։ Որովհետև մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեց։ Պողոս առաքյալը հին թթխմորը մաքրելը կապում է Քրիստոսի մորթվելու հետ, զատիկի հետ, ինչպես Մովսեսը թթխմորը տնից հանելը կապեց գառնուկի մորթվելու հետ։ Ու հետո շարունակում է, ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարենք, ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ անկեղծության եւ ճշմարտության անթթխմոր հացով։ Այսօր ես ուզում եմ մենք զուգահեռներ տանենք հին ուխտի զատիկի ու նոր ուխտի զատիկի մեջ։ Ու այսօր ուզում եմ տեսնենք ինչ կատարվեց Եգիպտոսից դուրս գալու ժամանակ ու ինչ կատարվեց Քրիստոսի հարության ժամանակ։ Քրիստոս հարություն է առել այն ժամանակ, երբ որ Քրիստոս մահացել է այն ժամանակ, երբ որ Եգիպտոսից դուրս եկավ ժողովուրդը, դուրս գալու ժամանակ։ Ոչ թե երբ որ գառնուկը մորթվեց, այլ դրա հաջորդ օրը։ Գառնուկը մորթվեց Եգիպտոսում, Քրիստոսին բռնեցին։ Եգիպտոսից դուրս եկավ ժողովուրդը, Քրիստոս հարություն առավ։ Քրիստոս հարություն առավ մեզ ազատելով Եգիպտոսը սա աշխարհի խորհուրդն է, փարավոնը սա սատանայի խորհուրդն է, Եգիպտոսի ու փարավոնի իշխանությունից, մեղքի գերությունից։ Սա կարևոր է, որ դու օրերն ու ժամերը ճիշտ հասկանաս։ Տարիներ շարունակ ես հասկացել եմ, որ Քրիստոս մահացավ հենց այն ժամանակ, երբ որ գառնուկը մորթեցին, բայց դա այդպես չի եղել։ Քրիստոս հարություն առավ, Եգիպտոսից դուրս եկավ ժողովուրդը։ Իհարկե փարավոնը ընկավ այդ ժողովրդի հետևից, իհարկե փարավոնը իր զորքով մահացավ, իհարկե կարմիր ծովը ծածկեց ու հետո տարիներ հետո գտան այդ մարդկանց զրահները կարմիր ծովի ամենանեղ տարածքում։ Երբ որ ես երևի մի ամիս առաջ էի Եգիպտոսում էի Հուրգադայում ու ինձ ցույց տվեցին այն սարը, որի վրա փառաբանել են Աստծուն ու որի ներքևում փառաբանել են Աստծուն, որի վրա պատվիրաններն է ստացել Մովսեսը, իհարկե շատ հեռու էր, ու այն գիծը, որտեղով Իսրայելը անցել է։ Երբ որ դու կանգնում ես, տեսնում ես, շոշափում ես, շատ հետաքրքիր է։ Ու կարևոր է, որ մենք հասկանանք, որ Քրիստոս ինքը նոր ուխտի զատիկը հաստատեց։ Ու այն ինչ որ կատարվել էր Իսրայելի հետ, այդ նույն բանը նոր ուխտում կատարվեց մեր հետ։ Ու Քրիստոս Ղուկաս 22-րդ գլխում մենք սա էլի կկարդանք, երբ որ հաղորդություն ընդունենք, 19-րդ համարում ասում է եւ հացը վերցնելով գոհություն հայտնեց, կտրեց, նրանց տվեց եւ ասեց. այս է իմ մարմինը, որ ձեր համար է տրվում, այս արեք իմ հիշատակի համար։ Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեր համար է թափվում։ 1500 տարի ուրիշ արյուն էր։ Ու Քրիստոս ասում է,
կա մի նոր գառնուկ, կա մի նոր արյուն, որը որ ավելի վատ չի աշխատում քան գառնուկի արյունը, որը որ ավելի լավ է աշխատում քան գառնուկի արյունը, որը որ ավելի բարձր է խոսում քան Աբելի արյունը։ Ու Տեր Հիսուս Քրիստոսը հաղորդության ժամանակ ինքը սկիզբ դրեց նոր ուխտի, ասեց այս արյունն է, որ նոր ուխտի համար է թափվում, այս արյունն է, որ ձեր մեղքերի համար է թափվում։ Մեր համար մի քիչ խորթ է, բայց Իսրայելի համար շատ հեշտ էր այս ամեն ինչը հասկանալ։ Իրանք 1500 տարի, 1600 մոտավորապես գառ էին մորթում նույն օրը, արյուն էին թափում, իրանց մեղքերը մաքրվում էր։ Գառ էին մորթում, արյուն էին թափում, իրանց մեղքերը մաքրվում էր։ Հիսուսը եկավ, ասեց, հիմա մեկ անգամ ու հավիտյան զոհ կա։ Հռոմեացիների գիրքն ասում է ինքը մեկ անգամ ու հավիտյան մաքրեց սրբվողներին, մեկ անգամ ու հավիտյան, կարիք չկա, որ ինքը էլի խաչվի։ Քրիստոսի արյունը լուծել է մեր ներկա, անցյալ ու ապագա մեղքերի հարցը։ Քրիստոսի արյունը ընդհանրապես լուծել է մեղքի հարցը։ Ու մեղքը այլևս իշխանություն չունի քո ու իմ վրա։ Ամեն։ Հալելույա։ Այստեղ Հիսուսը ավարտեց հին զատիկը եւ հաստատեց նորը։ Նա խոսում է նոր գառնուկի մասին, նոր արյան մասին։ Այստեղ Տերը հաստատեց նոր ուխտը, որը որ իր արյուն թափելով է հաստատվում։ Հիմա ուզում եմ խոսամ զատիկի նմանություններից։ Հին ուխտում ինչ կատարվեց, նոր ուխտում ինչ։ Սա ինչի խորհուրդն էր, որտեվ ամեն ինչ որ կատարվեց հին ուխտում, սա նոր ուխտում ինչ որ մեր հետ է կատարվել, մի բանի խորհուրդն էր։ Առաջի բանը որ եղավ, գառը մահացավ, որպեսզի մարդիկ ապրեն։ Առաջի բանը որ եղավ, մահացավ գառը, որ ապրի հրյան։ Մահացավ գառը իմ առաջնեկի փոխարեն, եթե ես հրյա եմ։ Հասկանում եք։ Նենց չի, որ ոչ ոք չմահացավ, որ իմ առաջնեկը ապրի, որ իմ տան մոտով հրեշտակը չանցնի։ Չէ, գառը մահացավ։ Թափվեց գառնուկի արյունը, որպեսզի իմ երեխու արյունը չթափվի։ Ինչ է կատարվում նոր ուխտում։ Գառը մահացավ, որպեսզի ես չմահանամ։ Քրիստոս 2000 տարի առաջ մահացավ, այո, այսօր խաչը ծաղկած է, բայց 3 օր առաջ մեկը կար խաչին, ով ծաղկացրեց խաչը, ում արյունը թափվեց խաչին ու խաչը ծաղկեց։ Քրիստոս մահացավ, որ ես չմահանամ։ Քրիստոս վճարեց իմ համար ու իմ փոխարեն։ Սիրելի քույր ու եղբայր, Հիսուսը մահացել է, որպեսզի դու չմահանաս։ Հիսուսի արյունը թափվել է քո կյանքի համար։ Հիսուսը վճարել է քո դժոխքի գինը։ Հիսուսը մահացել է, որ դու դժոխք չգնաս։ Ինչպես հին ուխտում գառը մահացավ, որ այդ տանը մահվան հրեշտակը չմոտենա, ու եթե գառնուկի արյունը կարողանում էր պահել մահվան հրեշտակին, որ ինքը չմոտենա ընտանիքին, որքան ավելի Քրիստոսի արյունը կպահի, որ մահվան հրեշտակը քեզ չմոտենա։ Ու երբ որ դու ննջես, ոչ թե մահանաս, քո հետևից գերանդիով սև շորով տղեն չի գալու, քո հետևից երկու լավ թարլան սպիտակ շորով հրեշտակը գալու։ Գիտեք ինչի, որտեվ նա մահացել է քո համար։ Դու չպիտի վախենաս մահից, որովհետև մահը խաչի վրա հաղթված է։ Ու մենք պիտի հասկանանք, որ մահը մեր համար վտանգ չի։ Ահա թե ինչի Ներոնը չէր հասկանում այս քրիստոնյաներին, որ սպանում է, ինչի իրանք չեն վախենում։
Քրիստոս նոր էր հարություն առել։ Այդ հարության զորությունը ոնց որ Արսենն էր քարոզում, դեռ լսվում էր, դեռ մարդիկ իրանց բերանով պատվում են։ Ես տեսել եմ, որ Քրիստոս հարություն է առել։ 11 առաքյալի մորթեցին ու սպանեցին, իրանց կյանքերը դրեցին, որովհետև տեսել էին հարություն առած Քրիստոսին։ Եթե Քրիստոս հարություն չառներ, ոչ ոք իր կյանքը չէր տա դրա համար։ Ոչ ոք չէր գնա աշխարհի ծայրերը քարոզելու, որ Քրիստոս հարություն առել։ Նույնիսկ անհավատ Թոմասը, ով ասեց մինչև չտեսնեմ չեմ հավատա, երբ որ մատը մցրեց Քրիստոսի վերքերի մեջ, կողի մեջ ու ձեռքերի մեջ, այնպիսի հավատքով լսվեց, որ մինչև Հնդկաստան գնաց, որպիսի քարոզի, որ Քրիստոս հարություն առել, ու Հնդկաստանում իրան սպանեցին։ Թադեոսն ու Բարթողոմեոսը Հայաստան են եկել։ Ոմանք գնացել են, Անդրեասը գնացել է Ռուսաստանի, Ուկրաինայի ու մարդիկ ամբողջ աշխարհով գնացել են քարոզելու Քրիստոսի հարությունը, որովհետև տեսել են հարություն առած Քրիստոսին։ Հին ուխտում գառնուկը մահացավ, որպիսի մարդիկ չմահանային, նոր ուխտում էլ գառնուկը մահացավ։ Մորթված գառնուկը հիմքու համար, որպիսի ես ու դու դժոխք չգնանք։ Մահը սա դժոխք գնալն է։ Եթե Քրիստոս վճարել է իմ դժոխք գնալու համար, ու ես հավատացել եմ Քրիստոսին, ես դժոխք չեմ գնալու։ Ու ոչ ոք էլ Բեթելում չի հավատում այս ճշմարտությանը։ Ամեն։ Երկրորդ բանը թափվեց արյուն, գառնուկի արյունը թափվեց ու գառնուկի արյունը եղավ պատճառ, որպեսզի դուրս գան Իսրայելից։ Այդպես է թե չէ։ Նոր ուխտում արյունը ազատում է մեղքից։ Հռոմեացիս 5:8 առաջինի համար Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր ենք, Քրիստոս մեր համար մեռավ։ Քրիստոս քո համար է մահացել։ Մենք շատ անգամ, երբ որ լսում ենք Քրիստոս մեր համար է մահացել, այո ամեն, բայց դեռ գիտես ինչ է պետք։ Քրիստոս, դու իմ համար ես մահացել։ Մի կյանքի համար։ Մի կյանքի փոխարեն։ Քրիստոսի կյանքը քո կյանքի փոխարեն է եղել, ու Քրիստոս քո համար է մահացել, որպեսզի դու չմահանաս։ Արյունը ազատում էր մահից, երկրորդը։ Արյունը ազատում էր մահից թե հին ուխտում, թե հիմա։ Ու Աստծո խոսքը ասում է, որ Հռոմեացիների 5:9 շարունակություն են խոսքի, հապա որքան ավելի հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։ Առաջինը մի կյանքի փոխարեն։ Քրիստոսի կյանքը քո կյանքի փոխարեն։ Երբից է մտածել ես սա։ Քրիստոսի կյանքը քո կյանքի փոխարեն։ Երկրորդ բանը, Քրիստոսի արյունը ազատել է քեզ մեղքից։ Ինչպես հին ուխտում, այնպես էլ հիմա։ Առաջի Պետրոս 1:18 Իմանալով, որ ձեր հայրենավանդ ունային կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկյով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով իբրև անբիծ ու անառատ գառան։ Իբրև անբիծ ու անառատ գառան, որը որ խոսում էր Սադիկի գառան մասին։ Կյանքի փոխարեն։ Արյուն, որ փրկում է մահից, նույն բանը մեր հետ եղավ։ Երրորդ բանը Զադիկը ազատեց գերությունից, մեղքից ու Եգիպտոսից։ Նորից, կյանքի փոխարեն։ Արյուն թափվեց, չմահացավ մարդ։
Նա մահացավ, նրա արյունը թափվեց, որ դու չմահանաս։ Երրորդը, արյուն թափվեց, Եգիպտոսից դուրս եկան։ Արյուն թափվեց, դու աշխարհից դուրս եկար։ Ամեն։ Արյունն էր ճանապարհը, որ ես ու դու մեղքի գերությունից ու աշխարհից կարողանանք դուրս գանք։ Եթե չկա թափված արյուն, չկա մեղքի հարցի լուծում։ Ու ամեն մեղք արյունով է քավվում։ Ոնց որ հին ուխտում էր արյունով քավվում մեղքը, տենց էլ նոր ուխտում արյունով քավվում մեղքը։ Տիտոս 3:3 Եգիպտոսը սա մեղքի խորհուրդն է։ Ոնց որ հին ուխտում Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ, աշխարհից դուրս եկավ, մեղքից դուրս եկավ, այդպես էլ հիմա արյուն թափվեց, որպեսզի ես ու դու աշխարհից ու մեղքից ազատ ապրենք։ Արյունը թափվել է մեղքի հարցը լուծելու համար։ Արյունը չի թափվել մեղքի մեջ թավալվելու համար։ Եկեղեցի Քրիստոսի արյունն է թափվել, որպեսզի ես ու դու լինենք ազատ մեղքից։ Ու այսօր բոլոր են մարդիկ, ովքեր առաջին անգամ են մեր մոտ, մենք վերջում իրար հետ աղոթելու ենք ու հրավիրելու ենք Քրիստոսի արյունը, որ աշխատի ձեր կյանքի վրա, ու երբ որ դուք ընդունեք Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ, ձեր մեղքերը քավվելու ու մաքրվելու են։ Այդ տենց է աշխատում Քրիստոսի արյունը։ Ամեն։ Տիտոսը տեսեք ինչ է ասում։ Տիտոս 3:3, որովհետև մի ժամանակ մենք էլ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, ցանկությունների եւ պես անառակությունների ծառայողներ, չարությամբ եւ նախանձով ենք վերաբերվում, ատելի էինք ու միմյանց հատող, բայց երբ մի ժամանակ, սա նշանակում է հիմա դու այդպիսին չպիտի լինես, որովհետև հիմա ինչ-որ բան է փոխվել, հիմա արյուն է թափվել քո համար, բայց երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնվեց, նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, շատերը նենց են ուզում, որ Աստված իրանց փրկի ըստ իրանց արդար գործերի, չհասկանալով, որ ոչ մի անարդար գործ արդար գործով չի քավվում։ Ու Աստված մեզ չի փրկել ըստ մեր արդար գործերի, այլ իր ողորմության ու շնորհքի համեմատ սիրելիներս։ Նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով եւ Սուրբ Հոգու նորոգությամբ, որ առատությամբ մեզ վրա թափվեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհքով արդարացած ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով։ Կողոսացիս 1:13 Վարդան եղբայրը որ կարդաց, որ մեզ խավարի իշխանությունից ազատեց եւ մեզ իր սիրելի որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն, մեղքերի թողություն։ Ինչ արեց Տերը։ Մեզ հանեց խավարից, մեզ հանեց Եգիպտոսից, մեզ հանեց աշխարհից, մեզ հանեց մեղքի կյանքից։ Սա ինչի հետևանքով թափված արյան հետևանքով, Քրիստոսի հարության հետևանքով։ Չորրորդը մեզ դարձրեց Աստծու ժողովուրդ։ Այդպես է թե չէ։ Դուք ասես Իսրայելը Աստծու ժողովուրդ էր։ Իսրայելը փարավոնին ծառայող Աստծու ժողովուրդ էր, ով չէր կարողանում աներեն, ինչ իրանից պահանջում էր Աստված։ Ինչ կատարվեց Գառնուկի մահով ու արյան թափվելով։ Իսրայելը դուրս եկավ փարավոնի իշխանությունից, որպեսզի Աստծու համար ու գնաց փառավորելու Աստծուն։ Ինչ կատարվեց իմ ու քո հետ, երբ որ մեր Գառնուկը խաչին մահացավ ու մահվանից հետո հարություն առավ։ Մենք, որ մի ժամանակ Աստծունը չենք, դարձանք Աստծունը։ Ամեն։ Աստված մեզ սեփական ժողովուրդ սարքեց, որովհետև Քրիստոս հարություն առավ։ Ու խոսքը ասում է Առաջի Պետրոս 2:9, բայց դուք ընտիր ցեղ եք
թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա առաքինությունները քարոզենք, ով մեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց, որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։ Ամեն։ Մենք չէինք ու հիմա ենք։ Ինչի, որտև Քրիստոս հարություն առավ։ Գիտեք, երբեմն սենց ինչ որ ժամանակ է անցնում, դու եկեղեցում ես, քո համար ամեն ինչ դառնում է նորմալ, սովորական ու կարծես թե մոռանում ես ինչ գին է քո համար վճարած։ Ու ես երբեմն ինձ քննում եմ, երբ որ նայում եմ իմ կյանքին, ես ամիսը մեկ, ամենաուշ 2 ամիսը մեկ մի օր ունեմ, որ ուղղակի առանցին եմ մնում ու սկսում եմ քննել։ Ու հասկանում ես, որ ինչ մեծ գին է քո համար վճարած։ Հասկանում ես, որ դու ուղղակի չփրկվեցիր։ Հասկանում ես, որ կյանք կյանքի փոխարեն է եղել, արյուն արյան փոխարեն է եղել։ Հասկանում ես, որ քո փոխարեն Քրիստոսն է իջել դժոխք։ Երբ որ դու հասկանում ես այս ամբողջը ու Քրիստոսի հարությունով ինչ կատարվեց քո հետ, որ դու դարձար նոր արարած, որ Քրիստոսի հարությունով դու ինտեգրվեցիր Աստծո ընտանիքի մեջ, որ Քրիստոսի հարությունով լուծվեց մեղքի հարցը, որ Քրիստոսի հարությունով դու դարձար նոր արարած, որտև հարություն առած Քրիստոսը երախայրին էր, առաջինը անդրանիկը նոր արարածների, որ Քրիստոսի հարությունով դու դարձար արդար, արդարացվեցիր ու դրա համար Քրիստոս հարություն առավ, որ Քրիստոսի հարությունով դու սուրբ դարձար, Քրիստոսի հարությունով դու ժառանգ դարձար, դու հասկանում ես ինչքան մեծ գին է վճարած քո համար սիրելիս։ Ու դու չես կարողանում որոշ հարցերի մատերի արանքով նայես։ Երբ որ դու հասկանում ես, որ քո համար մեծ գին է վճարած, դու ուզում ես ավելի շատ սիրես նրան, ով այդ գինը վճարել է։ Դու ուզում ես ինչ-որ բան անես։ Ես միշտ այն մարդիկ, ովքեր այդքան էլ չեն հասկացել ինչ է կատարվել խաչի վրա, ինչպես Քրիստոս հարություն առավ։ Իրանք թեթևամտորեն են նայում այն ամենին, ինչ կատարվեց, այսպիսի մարդիկ կարան մի ոտքով այս կողմ լինեն, մի ոտքով այն կողմ լինեն, եւ մեղքի հետ խաղ անեն, եւ չուզենան արքայության մեջ ինչ-որ գործ անեն։ Բայց երբ որ դու աճում ես, հասկանում ես, նայում ես խոսքին, տեսնում ես, ինչ մեծ գին է քո համար վճարվել, դու ուզում ես վազես իր համար ինչ-որ բան անելու։ Ամեն։ Դու երբեք մեղքի հետ խաղ չես անի, որովհետև դու գիտես, որ արյուն է թափվել, որպեսզի մեղքի հարցը լուծվի։ Ու 5-րդ բանը ինչ եղավ մեր հետ, սա գառնուկը մահացավ ու սկսեց, սա սկիզբն էր դեպի Քանանի ճանապարհ, հա? Սա դեպի խոստացված երկիր ճանապարհի սկիզբն էր առաջի քայլը, երբ որ գառնուկը կարծես թե դուռ բացեց դեպի Քանանի երկիր։ Քրիստոս մահացավ, Քրիստոս հարություն առավ ու սկսվեց մեր ճանապարհը դեպի հավիտենական կյանք։ Ու Աստծո խոսքը ասում է, որ ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի հիմա։ Ու մենք հասկանում ենք, որ մենք մեր հոգու ոլորտում փրկված ենք, ունենք հավիտենական կյանք, բայց մենք հասկանում ենք նաև, որ մենք փրկվել ենք, փրկվում ենք, մեր միտքն անորոգվում ու կփրկվենք, երբ որ մեր մարմինը կփոփոխվի, մենք կունենանք հարույցյալ մարմին կամ հարություն կառնենք, եթե մեռած ենք ու կլինենք երկնքում։ Ամեն։ Ու սա արդեն այդ ճանապարհի մեջ ենք մենք։ Աստծո խոսքը նայեք ինչ է ասում 2 Պետրոս 7 գլխում, բայց մենք նրա խոստման համաձայն նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարություն բնակվում։ Ու մենք սպասում ենք, որ մեր Տիրոջ հետ հավիտյան երկնքում ենք ապրելու։ Մենք սպասում ենք նոր Երուսաղեմին։ Ու միգուցե դու ստեղ նստած ես ու երբեք երկնքի մասին չես մտածել։ Դու կենտրոնացած ես այս կյանքի վրա։ Դու այնքան ես այդ Եգիպտոսի այդ գերության մեջ եղել, որ չես մտածել, որ լսի, այնտեղ կյանք կա։
երկինքը ինձ սպասում է, Տերը իմ համար պատրաստել է նոր երկիր, նոր երկինք, ընդեղ կա նոր Երուսաղեմ, որտեղ ես հավիտյան ապրելու եմ իմ Տիրոջ հետ։ Ու միգուցե այսօր օրն է, որ մենք սկսենք մտածել այս ամեն ինչի մասին, որ հասկանանք, որ մեր ճանապարհը արդեն սկսվել է, ու այս ճանապարհը չպիտի ավարտվի երկնքի դռների մոտ։ Ես այս վերջերս շատ եմ խոսում այս մասին։ Միայն հասնեմ երկնքի դռների մոտ ու այդ դռների տակի փոշին մաքրողը լինեմ։ Ես չեմ ուզում մենք այդպես մտածենք, որտեվ Աստված մեզ սպասում է երկնքի կենտրոնում ու ասում է համարձակությամբ մոտեցեք շնորհքի գահին։ Իսկ որտեղ է այդ շնորհքի գահը երկնքի կենտրոնում։ Ինքը մեզ կենտրոնում է սպասում, ոչ թե դռների մոտ միտեղ որպես փոշի մաքրո։ Ու եթե դու ունես փոքր տեսիլք քո համար, ես ուզում եմ այսօր մեծացնես։ Մենք պիտի լինենք կենտրոնում Քրիստոսի հետ հավիտենության մեջ երկար ժամանակ։ Որովհետև մեր վարձքը հավիտենության մեջ սա նյութականը չի։ Շատերը մտածում են, իմ վարձքը այդ իմ տունը մեծ կլինի։ Երկնքում նյութական չի վարձքը։ Ես կարծում եմ, որ Քրիստոսին ավելի մոտ լինելու մասին է խոսքը։ Երբ որ խոսքը գնում է հազարամյայի մասին, միգուցե մի քանի քաղաքի վրա լինես։ Բայց երբ որ խոսքը գնում է հավիտենության մասին, վարձքը Քրիստոսին ավելի մոտ լինելու մասին է, ոչ թե ավելի մեծ տուն ունենալու մասին է։ Ու վերջորդ բանը, ինչ արեց Տերը, ինչ եղավ հին ուխտում ու ինչ եղավ հիմա։ Նա մեզ ազատեց թթխմորից, մեղավոր աշխարհի հետ կապից։ Ես նորից ուզում եմ կարդամ այդ խոսքը։ Հին ուխտում Աստված հրամայեց, մինչև գառնուկի մորթվելը, ամեն թթխմոր հանեք տնից։ Այն ինչ որ բերել եք ձեր հոր տնից, այն թթխմորը որ բերել եք, այն մի փոքրը որ հետո պիտի բոլոր ձեր հացերը ուռացնի։ Թափեք։ Ինչի, որտև այդ թթխմորով չեք կարող զատիկը ուտել։ Ու այսօր իմ կոչն է, սիրելի եկեղեցի։ Այսօր մենք նաև տենալու ենք հաղորդությանը Քրիստոսի մարմնին ու Քրիստոսի արյանը, Եղամ ջան, որ խնդրեմ կգաս։ Այսօր իմ կոչն է, որպեսզի մենք մտածենք, եղբայրները հիմա կկազմակերպեն գեղեցիկ հաղորդության պահը։ Ես կխնդրեմ, որպեսզի դուք վերցնեք, բայց դեռ չընդունեք։ Ես ուզում եմ մտածենք մենք իրար հետ։ Մտածենք մեր նախասիրությունների մասին։ Մտածենք այն հին թթխմորի մասին, որը որ միգուցե չենք գցել, մի քիչ պահել ենք։ Տեր Հիսուսը երբ որ պատմում Աստծո արքայությունից ու սովորացնում Աստծո արքայությունից, ասում Աստծո արքայությունը նման է մի կնոջ, որ մի փոքր թթխմոր դրեց 3 բաժին ալյուրի մեջ, ու հետո այս թթխմորը ամբողջ զանգվածը խմորեց։ Սա մեր մասին է, 3 բաժին ալյուրը, սա մենք ենք։ Սա մեր հոգին, շունչն ու մարմինն է։ Երբ որ մենք մի քիչ թթխմոր ենք պահում, սա հետո կարող է մեր ամբողջ զանգվածը խմորի։ Չգիտեք, որ մի փոքր թթխմորը ամբողջ զանգվածն է խմորում։ Այդ մի փոքր թթխմորը, երբ որ դնում ենք խմորի մեջ, ինքը հետո չես կարող տարբերել։ Բայց ինքը ուռացնում է այդ խմորը։ Տենց է թե չէ։ Սունացնում է, բայց ուռացնում է։ Ու նայում ես, ինչ որ սենց ուռած եկել է եկեղեցի, սենց հալելույա, ես վերջն եմ, լսի ասում ես, այդ թթխմորը մի քիչ շատ կարող է թողես։ Երբ որ մենք թթխմոր ենք բերում մեր հետ, էդի ուռացնում է մեզ, երբ որ ուռում է, հելում իր տեղից թափում է, չէ, ինքը տեղ չունի, սենց հելում, թափում է։
Ու այն թթխմորը, ես այսօր ուզում եմ մենք կենտրոնանանք թթխմորի վրա, ամեն տարի մենք տարբեր կողմերից կխոսենք Քրիստոսի հարության մասին, բայց այս տարի ես ուզում եմ դու նայես միգուցե դու ինչ-որ թթխմոր ես հետդ բերել, հին տնից, աշխարհից, ու դա մտածելակերպ, ամեն թթխմոր մենք հեսա կնայենք ավելի մանրամասն, սա մտածելակերպ, սա պրինցիպներ ա, որոնք որ մենք մեր հետ բերում ենք աշխարհից Աստծո տուն։ Հին խմորը մաքրեք, հին խմորը մաքրեք, հին խմորը մաքրեք, սա խնդրվածք չի, հին խմորի հետ մի հարմարվեք, Այս վերջերս մեր երիտասարդներին էի ծառայում ու մի խոսք, որ Աստված դրեց իմ սրտի մեջ, սա Երգերքոց 2:15-ն է։ Ուզում եմ այսօր խոսեմ ձեզ, իրար հետ աղոտ կանենք։ Հին թթխմորը մաքրեք։ Հալելույա Հիսուս։ Երգերքոցը Փեսայի ու Հարսի քաղցր փոխհարաբերության մասին է։ Սիրո փոխհարաբերության։ Հիսուսը ասում է քննեք գրքերը բոլորը իմ մասին են։ Չի ասում բացառությամբ Երգերքոցից, դա ուրիշ գիրք է։ Չի ասում բոլորը իմ մասին են։ Հարսը մենք ենք, Փեսան ինքն է։ Ու Տեր Հիսուսը մի բան է ասում ստեղ, ասում է այս փոխհարաբերության մեջ Հարսի ու Փեսայի Աստծո խոսքը ասում է մեզ համար բռնեցեք աղվեսներին այգիները ավերող փոքր աղվեսներին որովհետև մեր այգիները ծաղկել են ասում է բռնեք մեր այգիները ծաղկել են շուտով հոգու պտուղն է շուտով մարդու պտուղն է ու այս փոխհարաբերության մեջ կա գեղեցիկ անուշահոտություն բայց կան փոքրիկ աղվեսներ որոնք մտել են, կա փոքր թթխմոր, որ դու բերել ես, կամ փոքրիկ աղվեսներ, որոնք որ մտել են, որ այդ փոխհարաբերությունը խառնեն, որոնք որ եկել են, որպեսզի այդ ծաղիկները, որ ծաղկել են, էլ պտուղ չտան։ Իրանք եկել են պտուղին խփեն, իրանք եկել են ձեր փոխհարաբերության մեջ մտնեն, ասում եմ մեզ համար բռնեք այդ աղվեսներին, չի ասում հարմարվեք այդ աղվեսների հետ։ Ես չեմ ուզում մենք լինենք եկեղեցի ովքեր որ մեղքը մեծ ու փոքր են անում, մեծերը չեն անում, այն փոքրերի հետ հարմարվում է, դե բամբասանքա չարախոսությունը, բան չկա, ավակվենք 3 հոգով սուրճ խմենք ու մի հատ ռիպսիկի կյանքը ռենգենենք։ Ռիպսիկ չարնախանց, ուրիշինը ցանկանալ, երիտասարդներ սեռական մտքեր, որոնք որ են հին թթխմորից է, սրանք աղվեսներ են, որոնք մտել են, որ ձեր փոխհարաբերությունը ձեր տիրոջ հետ քայքայեն։ Աստծո խոսքը չի ասում հարմարվի աղվեսների հետ։ Աստծո խոսքը չի ասում աչքերդ փակի։ Աստծո խոսքը չի ասում, դե շնորհքի տակ ես, մեկ Աստված քեզ սիրում է։ Հա մեկ Աստված մեզ սիրում է, մենք գիտենք։ Հարցը դրա մասին չի։ Աստծո խոսքը ասում է բռնի այդ աղվեսները։ Ու նույն Աստծո խոսքը մեզ ասում է, ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարեք, ոչ էլ չարության եւ անզգամության խմորով։ Չարությունը սա չար մտքերն են, անզգամությունը սա մեղքի հանդեպ անզգամությունն է։ Երբ որ մարդու խիղճը դաղվում է, ինքը նույն բանը այնքան անում, որ իր համար սովորական է դառնում։
Բայց Քրիստոս մահացել է նրա համար, որ դու այդ թթխմորը հանես։ Ես ուզում եմ այսօր Քրիստոսի հարությունը իմ ու քո համար այդ թթխմորը մեր կյանքից մի կողմ շբրտելը լինի։ Ու Աստծո խոսքը ասում է ինչ խմոր է, ինչ խմորով ենք մենք մոտենում Քրիստոսի հարությանը։ Միգուցե դու նստած ես ու էլի քո խիղճը դաղած ու էլի փորձում ես փակես քո ականջները, որովհետև Սուրբ Հոգին խոսում է քեզ այն բաների մասին, ինչը որ վայր չի քո Տիրոջ փոխհարաբերության մեջ։ Ես չեմ ասում ինչը քեզ դժոխք է տանելու։ Քրիստոս լուծել է մեղքի հարցը։ Ես խոսում եմ, որ վայր չի։ Այդ քոնը չի։ Այդ աղվեսը մտել է այդ փոխհարաբերության պտուղը փչացնելու։ Ու տեսեք ինչ ասում Տերը, այլ անկեղծության ու ճշմարտության խմորով, անկեղծության, մենք չենք ծածկում, մենք չենք կեղծում, մենք տունը ուրիշ դիմակ չունենք, բակում ուրիշ դիմակ, աշխատելու վայրում ուրիշ դիմակ, եկեղեցում օ հալելույա դիմակը։ Մենք ինչպիսին ենք, ինչպիսին կանք, այդպիսին ենք, մենք Իրանն ենք, այն թթխմորը, ես այսօր որոշում եմ, որ գցեմ, ես այսօր որոշում եմ այն ինչ որ բերել եմ, այն ինչ որ խմորում է իմ զանգվածը ուրացնում է ինձ ավելին, քան ես իրականում կամ, ինչը ճշմարտությունից չի, ինչը աշխարհից է, այն պրինցիպները, որ ես բերել եմ աշխարհից, չի աշխատում արքայության մեջ։ Այդ պրինցիպները չեն աշխատում։ Արքայությունը ունի իր պրինցիպները։ Թթխմորը չի երևում, բայց ուրացնում է։ Այն արժեքները, որ բերել եմ, շատերը գալիս են Քրիստոսին, իրանց հետ աշխարհից արժեքներ են բերում։ Սիրելիներս, այսօր մի կողմ ենք դնելու այդ թթխմորը, աշխարհի արժեքները արքայության մեջ չեն աշխատում։ Ինչ արժեքներ ունես։ Ինչ արժեքներով ես այսօր ուզում տոնես։ Ես այսօր ուղերձս ուղղել եմ սոցիալական ցանցերում աշխարհիկ են հոգևորներին, ովքեր ասում են Քրիստոս հարություն է առել, առանց հասկանալու հին թթխմորով մեղքի մեջ, սաղ տարին ապրում են, որ հետո Քրիստոս հարություն է առել, մի հատ կարմիր ձուտ արխունով ուտում են, գիտեն հետա որ կա։ Դա մեզ չի փրկում։ Բայց այսօր իմ ուղերձը նաև քեզ է։ Եթե ուզում ես միասին տոնենք Քրիստոսի հարությունը ու Քրիստոսի հարությունը տոնա, արդյոք հին թթխմորը թողել ես երեք տանը, արդյոք մաքրել ես քո ներսից, քո մտքից հին թթխմորը, թե եկել ես նորից հին թթխմորով տոնելու Քրիստոսի հարությունը, աղոթելու, փառաբանելու իրան ու գնալու ընթացքում հնին չապրելու։ Ինչ արժեքներ ունենք մենք։ Ինչն ենք մենք կարևորում, արդյոք այսօր սրբությունը քո համար արժեք է, արդյոք այսօր արքայության մեջ ծառայելը քո համար արժեք է։ Գիտեք որն է հին թթխմորը։ Ով որ ծառայում է ինքը փոքր է։ Երբ որ գնում ես ուրիշ երկիր, իրանք երթուղային տաքսու ավտոբուսի վարորդին, խանութի աշխատողին, գիտեք ոնց են վերաբերվում։ Շատ հարգալից։ Հայաստանում դու մտնում ես, ոնց է երիտասարդը խոսում խանութի վաճառողի հետ, քեզ թվում է ինքը իր ստրուկն է, ծառան է, դույով։ Ու երբեմն այդ թթխմորը մարդը բերում է եկեղեցի, ու իրան թվում է նա ով սուրճ է սարքում ինքը փոքր է, ինքը ոնց ուզում է իր այդ կարախոսա։ Քրիստոս ասում է, ով ծառայում է բոլորին, ինքը ամենամեծն է։ Երբ
որ Գուրգենը ինձ սուրճ է բերում, ինքը ավելի մեծ է, քան ես, որտեվ ինքը ինձ ծառայում է։ Ու երբ որ մենք այդ թթխմորից, այդ աշխարհի պրինցիպներից, արժեքներից մեր հետ բերում ենք եկեղեցի, այդ չի աշխատում։ Ես ինչ իմ դուրը չի գալիս, ես իրան չեմ լսի, բայց ինքը ծառայության ավակ է։ Այսօր ոչ մի հին թթխմոր, ոչ մի մեղք, ոչ մի մեղքի ցանկություն, ոչ մի աշխարհիկ մտածելակերպ, աշխարհիկ արժեք։ Եկեք ոչ մեկի հետ չհարմարվենք, դրանք աղվեսներ են։ Եկեք այսօր բռնենք այդ աղվեսներին ու դուրս հանենք մեր կյանքից։ Ու Քրիստոսի հաղթական հարության զորությունը լինենք դրսևորողներ։ Ես ուզում եմ դու հիմա քննես։ Քննիր քո կյանքը, ինչ աղվեսների հետ ես հարմարվել։ Փոքրիկ աղվեսներ, փոքրիկ, մեծ իրանք, մեծ արջերի մասին չի խոսքը։ Մենք մեծ արջերին ջարդում ենք, մեծ առյուծներին ջարդում ենք, մուրուքից բռնում ենք, ստեղ ենք տալի, ինտեղ ոնց որ Դավիթն ասե։ Բայց փոքրիկ աղվեսներին ընձև ենք պարտվում։ Որ իրավունքը մենք չունենք։ Ես այսօր սկզբից եկա քո կյանքի համար կյանքա դրած։ Քո արյան համար արյունա թափած, քո մեղքից ազատվելու համար մարդը դժոխք գնացել ու մահացել։ Չհարմարվես ոչ մի փոքրիկ աղվես հետ, չհարմարվես ոչ մի աշխարհիկ պրինցիպի հետ։ Այն մարդիկ, ովքեր առաջի անգամ եք բարով եք եկել, ես ուզում եմ առաջնորդեմ ձեզ աղոթքի։ Ուզում եմ առաջնորդեմ ձեզ ձեր կյանքում միգուցե ամենակարևոր քայլին, որ անում եք, անելու եք, սա Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելն է։ Մենք չենք փրկվում մեր գործերով։ Մեզ փրկել են, մենք փրկվում ենք մեր Փրկիչին ընդունելով։ Աստծո խոսքը ասում է, եթե բերանովդ դավանես Հիսուսը Տեր է, ու սրտովդ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն ա տվել։ Այսօր հարության օրն է։ Կփրկվես։ Ես ուզում եմ առաջնորդեմ ձեզ պետք չի կանգնեք, հենց ձեր տեղից, ես կասեմ իմ հետ կրկնեք ու կրկնեք հավատքով։ Կարծես թե դա ձեր բառերն է։ Եկեղեցին ձեզ կօգնի։ Ոչ թե Նավսյակի կաղոթի, որ եթե երեք լավ չի սոր փրկվի, այլ ձեզ կօգնի։ Մենք Նավսյակի չենք աղոթում։ Եկեք խոնարհենք մեր գլուխները, ովքեր առաջի անգամ եք, իմ հետ լսելի ձայնով աղոթեք։ Ասեք, Տեր Հիսուս, ես հավատում եմ, որ դու մահացել ես իմ համար, որ քո արյունը թափվել է իմ համար։ Ես հավատում եմ, որ դու մեռելներից հարություն ես առել ու ինձ փրկել ես։ Ես ընդունում եմ իմ ներումը, ես ընդունում եմ իմ փրկությունը, ես ընդունում եմ քեզ իմ կյանքի մեջ, որպես Տեր ու Փրկիչ, լցրու իմ կյանքը քո Սուրբ Հոգով, լցրու ինձ քո Սուրբ Հոգով, Հիսուս դու իմն ես, ես քոնն եմ, ամեն։ Եթե դուք արեցիք ես պարզ կարճ աղոթք արեցիք սրտանց, դուք փրկվեցիք։ Աստծո խոսքը ասում է, որ ձեր մեղքերը ներվեցին, ձեր վրա էլ մեղք չկա, դուք մեղավոր չեք, դուք արդար եք, սուրբ եք, դուք Աստծո զավակ եք հիմա։ Ամեն։ Սա շատ կարևոր է, որ դուք լսեք մեզանից։ Հիմա ուզում եմ կարճ ժամանակ վերցնենք Գեղամը կծառայի մեզ մի երգ, ու մենք կմտորենք, ու մենք կմտածենք։ Այն բոլոր այն թթխմորի մասին, թթխմորը սրանք պրինցիպներն են, որ մենք աշխարհից բերում մտածելակերպը։
Աղվեսները են փոքր մեղքերն են, որոնց հետ մենք հարմարվում ենք։ Ոչ մի նախանձ, ոչ մի ուրիշինը ցանկանալ, ոչ մի արհամարանք, թող իմ ու քո կյանքում տեղ չունենա, ոչ մի սխալ արժեք, ոչ մի գերություն, այն մարդիկ, ովքեր չեն հավատում, որ իրանք կարան այսենց թողեն մեղքը ձեզ սատանան խաբելա, այսենց Քրիստոս հարություն առել, լուծելով մեղքի հարցը, մեղքը ձեր վրա իշխանություն չունի, դուք եք բռնում այդ մեղքը, ինքը ձեզ չի կարա բռնի, ու այսօր օրը, այս տոնական օրը, որ դու բաց թողես ամեն ինչ, ու Քրիստոսի հետ, այսօրվանից քայլես ազատության ու սրբության մեջ, ամեն, մտածեք, մի քանի րոպե, մենք իրար հետ աղոթ կանենք։ Հանգստից և խաղաղությանը մեջ Սուրբ ես վստահության և նվիրման մեջ Մենք քայլում ենք քո խոստման մեջ ով Տեր Սուրբ Հոգի հույսով Թևերիդ բժշկության Կրակով և քամու միջով Դու հեղում ես մեզ վրա Հանգստից և խաղաղությանդ մեջ Սուրբ Հոգի վստահության և նվիրման մեջ Մենք քայլում ենք քո խոստման մեջ ով Տեր Սուրբ ես հույսով Կրակով և քամու միջով Դու հեղում ես մեզ վրա
փառքի տանջության համար բացրացում ենք քեզ բացրացնում ենք քեզ բացրացնում ենք Եկեք ինձ հետ միասին Մեր հոգիները լուր սպասում է Հանգստիտ և խաղաղությանդ մեջ Սուրբ հոգի Զահության և նվիրման մեջ Մենք հայլում ենք քո խոստման մեջ Ով Տեր Սուրբ ես Թևերին բժշկության Կրակով և խամում իջով Դու ևում ես մեր վրա Մենք սպասում ենք շաշիտ մեր այս տունը Քո անունը ազգերին համարձակ տանելու համար Քո նշանները և քո հրաշքները մեզ հետ թող քայլեն Քո փառքի տանջության համար Տեր Հիսուս մենք քո առաջ ենք, հալելույա Տեր, հարություն առած Քրիստոս, քո ժողովուրդը քո առաջ է Տեր, մենք քո առաջ ենք Տեր, որովհետև մենք քո հետ մահացանք, ու
քո հետ հարություն առանք Տեր։ Ու քո հետ նստած ենք երկնքում վերիններում Տեր։ Այս այն ամեն իրողությունն է, որ մեր հետ կատարվել է Տեր։ Դու մահացար, մենք քո հետ մահացանք։ Դու հարություն առար, մենք քո հետ հարություն առանք։ Դու նստած ես երկնքում, մենք քո հետ, քո մեջ նստած ենք երկնքում Տեր։ Ու այսօր քո եկեղեցին այստեղ է Տեր։ Ու ես աղոթում եմ Տեր, որպեսզի մենք քո մարմնին Սուրբ Զատիկին Տեր մոտենանք առանց հին թթխմորի Տեր։ Ամեն հին թթխմոր, որ իմ քույրերն ու եղբայրները բերել են իրանց հետ, այսօր թող լուծվի այդ հարցը Տեր։ Մենք ստեղ ենք, որպեսզի մեր ու քո փոխհարաբերության այս գեղեցիկ ծաղկած գարնանը Տեր, ամեն աղվես, որ մտել է այդ փոխհարաբերության մեջ, մենք բռնենք ամեն փոքր աղվեսների Տեր։ Մեր փոխհարաբերությունը փչացնող աղվեսների Տեր։ Ու գանք քո առաջ առանց այդ աղվեսների Տեր։ Ես աղոթում եմ իմ քույրերի ու եղբայրների համար Տեր իմ արքա։ Ես աղոթում եմ, որ քո հարության զորությունը, այն զորությունը, որը որ քեզ մեռելներից հարություն տվեց, Սուրբ Հոգու զորությունը, այսօր ներգործի ամեն մեկի կյանքի մեջ Տեր։ Աղոթում եմ, որպեսզի ավելի ու ավելի բացես քո ժողովրդին, թող են իրենք քո մեջ Տեր իմ արքա։ Աղոթում եմ Տեր, որ քո արժեքները տաս։ Աղոթում եմ Տեր, ոչ թե այն արժեքները, որ մենք բերել ենք քո մեջ, որ մենք բերել ենք քո տուն, ոչ թե այդ արժեքներով ապրողներ լինենք, այլ քո արժեքներով, հավիտենության արժեքներով, հավիտենական արժեքներով Տեր։ Մենք քո արժեքների կարիք ունենք Տեր, ու քո արժեքներով քեզ մոտենալու կարիք ունենք Տեր։ Գառը մահացավ, որ մարդիկ ապրեն, Հիսուսը մահացավ, որ դու ապրես, արյունը թափվեց, ազատեց մահից, Հիսուսի արյունը թափվեց, որ քեզ ազատի մահից։ Գառը մահացավ, որպեսզի ազատվեն Եգիպտոսի գերությունից, Հիսուսը մահացավ, որպեսզի քեզ ազատի մեղքից, լինելով մեղքից ազատ, ապրի ազատ։ Գառը մահացավ, Իսրայելը դարձավ Աստծո ժողովուրդ, Հիսուսը մահացավ, քեզ սարքեց Աստծո ժողովուրդ։ Գառը մահացավ, երկնքի ճանապարհի սկիզբը բացվեց, սա սկիզբ էր դեպի Քանան, դեպի խոստացված երկիր։ Հիսուսի հարությունը սկիզբ էր դեպի իմ ու քո հավիտենական կյանքը, դեպի իմ ու քո երկինքը, դեպի մեր նոր Երուսաղեմը։ Գառը մահացավ, գառը մորթվեց, հին թթխմորը դուրս հանվեց։ Հիսուսը մահացավ, հարություն առավ, քո կյանքից հանի ամեն հին թթխմոր։ Ամեն։ Հալելույա։ Ես հավատում եմ, որ դու քո աղոթքը արեցիր։ Ես հավատում եմ, որ դու քո Տիրոջ առաջ եկար, ու այն արժեքները, որ հին թթխմորից են փոխեցիր, այն ինչի հետ հարմարվել էր այն աղվեսների, բռնեցիր ու մի կողմ հանեցիր քո կյանքից, որովհետև մեր Զատիկը, Քրիստոսը մորթվել է։ Աստծո խոսքը ասում է, հանի հին թթխմորը, չի ասում, որ դժոխք կգնաս, որովհետև, ասում է, որովհետև քո Զատիկը Հիսուսը մորթվել է, այլ պատճառը էդ է։ Նորից եմ ուզում ես խոսքը կարդամ։ Հին խմորը մաքրեք, որպեսզի նոր անթթխմոր զանգված լինեք, որովհետև մեր Զատիկը Քրիստոսը մեր համար մորթվեց։ Հինը այսօր պիտի հանես քո կյանքից, որովհետև Քրիստոս մորթվել է։ Ու ես չեմ ուզում, որ ինչ որ մեկը կանգնած Աստծո տան մեջ էլ Բեթելում լինի բացառություն։ Այսօր քո ու քո Տիրոջ հետ փոխհարաբերության ժամանակն է։ Ու այն ամեն ինչ որ հին է, ինչի հետ հարմարվել ես, այն անգործության հետ, այն մեղքերի ու գերությունների հետ, այսօր ժամանակն է, որ հանես քո կյանքից, որովհետև քո Զատիկը մորթվել է։ Ամեն։
Եկեք աղոթենք իրար հետ ու ընդունենք Սուրբ հաղորդություն։ Եկեք հանենք մեր կյանքից ին թթխմորը։ Եկեք բռնենք փոքրիկ աղվեսներին։ Նոր միասին ընդունենք հաղորդություն։ Տեր Հիսուս, մենք քո առաջ ենք, Տեր, ու մենք քո առաջ բաց ենք։ Դու ամեն բան տեսնում ես, դու տեսնում ես մեր մտքերը, մեր կյանքը, Տեր։ Դու տեսնում ես մեր արժեքները, Տեր իմ արքա։ Ու մենք քո առաջ ենք, որպեսզի չհարմարվենք ոչ մի աղվեսի հետ մեր կյանքում։ Մենք քո առաջ ենք, որ աղվեսին աղվես ասենք, Տեր։ Բռնենք այդ բոլոր փոքրիկ աղվեսներին ու դուրս անենք մեր կյանքից։ Ամեն մեղք, ամեն սխալ մտածելակերպ, ամեն գերություն, որի հետ մենք հարմարվել ենք, որը որ խանգարում է իմ ու քո փոխհարաբերությանը, Տեր, որը որ մտել է մեր այգիների մեջ, որպեսզի մեզ անպտուղ անի, ես հրաժարվում եմ հիմա Հիսուսի անունով։ Ամեն թթխմոր, որ ես բերել եմ աշխարհից իմ կյանք, որը որ խմորում է ինձ, որը որ խմորում է իմ մտածելակերպը, ոչ արքայության համապատասխան, ես հանում եմ իմ կյանքից։ Որովհետև Տեր Հիսուս, իմ զատիկը, դու մորթվել ես։ Ու ես քո առաջ կանգնած եմ առանց թթխմորի, անկեղծ, սիրող սրտով, մաքուր, հրաժարված ամեն մեղքից, գերությունից ու սխալ մտածելակերպից, ամեն աշխարհիկ պրինցիպներից, որը որ փորձել եմ բերեմ արքայություն, բայց արքայությունը դա դուրս ավանել։ Ամեն հպարտությունից ես ուզում եմ կանգնած քո առաջ մաքուր մոտենամ քո մարմնին ու արյանը։ Տեր Հիսուս, ես աղոթում եմ, որ քո արյունը ինչպես մաքրել է, այնպես էլ մաքրի ամեն մեղք։ Որ քո հարության զորությունը ազատի ամեն մեկին ով ստեղ է, այն ամենից, ինչը որ խանգարել է քո իրա փոխհարաբերությանը։ Հալելույա, հալելույա։ Մեր խնդիրը հարմարվելն է։ Չհարմարվեց ոչ մի բանի, ինչը որ խանգարում է, ինչը որ քեզ անպտուղ է անում։ Ամեն, եկեք ընդունենք Քրիստոսի մարմինն ու արյունը։